Սիրելիներս ողջույն, իմ շատ սիրելի բարեկամներ, ինչպես եք մենք մի լավ ծիծաղեցինք, վազեք ձեր քեզ մաքրեմ։ Մենք մի լավ ծիծաղեցինք հավեսով, որովհետև ավոկադոն ուզում էի նախապես մաքրեի, որպեսզի շատ արագ ստացվի տեսանյութը, այս կոմենկում, բայց հետաքրքիր բաներ եղան ու մի լավ ծիծաղեցինք։ Ինչպես եք կանկագիներս։ Այսօր ավոկադոյով շատ համեղ աղցան ենք պատրաստելու։ Այս աղցանը հաստատ դուք չեք պատրաստել, ես համոզված եմ, նորույթ է լինելու ձեր համար, որովհետև այս աղցանը ես կերել եմ իտալական ռեստորանում ու այնքան է դուրս եկել, չեք պատկերացնի։ Ավոկադոն կամ տրորում եք, կամ մանր կտրատում ենք։ Այդ ձևով ելնելու աշխատեք հասած ավոկադո ձեռք բերել, որպեսզի համեղ լինի, համեղ ստացվի։ Հետաքրքիր խույսի նման պետք է տրորեք, կամ էլ մանրացեք, ես կմանրացնեմ, ինքը միևնույն աղցանի մեջ հետո տրորվելու է։ Արդեն նշեցի, աշխատեք, որպեսզի ավոկադոն լինի լավ հասած, գերհասած, որպեսզի փափուկ լինի ու կարողանաք ձեր ուզած աղցանը ստանաք։ Հետաքրքիր աղցան է, սիրելիներ, անպայման կպատրաստեք, կփորձեք, իդեպ ավոկադոն շատ բարձր կալորիականություն ունի, բայց ունի շատ բարձր օգտակարության ցուցանիշ, այնպես որ անպայման օգտագործեք, որովհետև իր մեջ պարունակող յուղը, այսպես ասած, շատ օգտակար յուղերի դասին է պատկանում։ Այնպես որ իր մեջ պարունակող ճարպերը շատ օգտակար են, հանգիստ օգտագործեք։ Ավոկադոն այսպես փթռելով, մանր կտրատելով ավելացնում ենք ու անցնում ենք առաջ։ Հիմա հավի կրծքամիս, պետք է մանր կտրատենք, կամ կարող եք ծղան անել, ինչպես որ ուզում եք։ Սիրելիներ, հավի միսը, ցանկացած միս, հավի որ մասը ուզում է լինի, լավ է փեք։ Երևի միակ միսն է, որ չի կարելի, նույնիսկ կիսահում, ահավոր ձևով պետք է լավ է փեք, չգիտեմ ինչպես բացատրեմ, գոնե իր 80 աստիճանը պետք է ապահովեք, որովհետև ամենա հեշտ թունավորող մսերից է, պարտադիր, լավ էփեք, հետո նոր օգտագործեք, նամանավանդ եթե տոներին եք պատրաստելու, որպեսզի ձեր հարազատների առողջությանը վնաս չտաք։ Ուրեմն, ավոկադոն երկու հատ փոքրիկ ավոկադո էր, փոքրիկ տեսակից էր, հավի կրծքամիսը մոտավորապես 150 գրամ էր, ունենք 200 գրամ պահածոյացված եգիպտացորեն և ունենք թունաձուկ։ Մեկ տուփ թունաձուկ է, մեկ տուփի նկատի ունեմ, այսպես պահածոները որ լինում է, փոքրիկ տուփ թունաձուկ է, շատ լավ համադրվում է, այսպես մանրացրեք, իր ձեթի մեջ պատրաստվածն է, ոչ թե նատուրալ ջրի մեջ, աշխատեք, որպեսզի ձեթի մեջ պատրաստված լինի, որպեսզի շատ համեղ լինի։ Երկու տեսակն էլ վաճառում են բնականաբար, բայց ձեթի մեջը ավելի համեղ է։ Հիմա մի լավ կխառնենք։ Շատ քիչ մաղադանոց ենք ավելացնում, որպեսզի փոքրիկ համ տա, համեմունքներից ընդամենը աղ և սև պղպեղ ենք ավելացնելու։ Մի փոքրիկ աղ ենք անելու, աղը ես միշտ քիչ եմ անում, եթե անհրաժեշտություն լինի, հետո կարող եք ավելացնել, որովհետև մայոնեզը արդեն աղի է, թունաձուկը արդեն աղի է, այսպես սև աղացած պղպեղ։ Հիմա այս ամբողջը մի լավ կխառնենք, շատ օգտակար աղցան է իդեպ։ Իհարկե մայոնեզը, որ ավելացնում ենք, օգտակարությունը անհետանում է, կարող եք թթվասեր ավելացնել, կամ էլ հենց այսպես ձեթ ավելացնել և անուշանել։ Մի փոքրիկ մայոնեզ, այսպես մի փոքրիկ այնպես ենք անում, որ ավոկադոն տրորվի, որպեսզի ավելի համեղ լինի։ Իդեպ այս աղցանը ես երբ որ համտեսել եմ ռեստորանում, ոչ թե այսպես ափսեով էր դրված, այլ տոստերի վրա, հացերի վրա, հացը կարմրացված, սիրուն ու իր վրա լցված էր այս աղցանը։ Այնքան շատ էի սիրել, չեք պատկերացնի, այնպես որ անպայման պատրաստեք։
Լցնում ենք մատուցվող ափսեի մեջ, կարող եք չորահացեր կողքերով մատուցել, որպեսզի անուշանեք չորահացով։ Շատ համեղ է։ Յուրահատուկ է։ Անկեղծ եմ ասում, անպայման կպատրաստեք, կփորձեք ու կհամոզեք, որքան համեղ է, սիրելիներս։ Պատրաստեք սիրով, պատրաստեք հանուն ձեր ընտանիքի անդամների։ Անահիտը այսօր սենց էներգիայով է ու չի թողնում, որ կարգին իմ տեսանյութերը վերջեցնեմ, բայց ոչինչ, այսպես ուրախ է անցնում մեր օրը, որի համար շատ ուրախ եմ։ Սիրելիներս, մի խոսքով պատրաստեք, անուշարեք, որովհետև ինքը շտապում է, իմ աղջիկը քննության շրջան է, շատ կարևոր քննություն ունի հանձնելու։ Ես իրեն այսպես բռնել եմ ու դրել եմ փողանոցում, ասում եմ պետք է նկարես, խանգարում եմ իմ աղջիկան, բայց ոչինչ, ինքը շատ բարի է, ինձ օգնում է։ Հաջողություն բոլորին, սիրելիներս, պատրաստեք սիրով, պատրաստեք մեծ ուրախությամբ ու ամենակարևորը լավ տոների համար պատրաստեք, ուրախության համար պատրաստեք։ Կտեսնենք հաջորդ տեսանյութին։